Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ուզում եմ խոսել առողջության համընդհանուր ապահովագրման մասին։ Վերջին օրերին ընդդիմադիրները խոսում են ցածր թոշակների եւ ընդհանրապես չեն կարևորում առողջության համընդհանուր ապահովագրումը։ Ինձ համար շատ ցավոտ եւ զազրելի խոսույթ է դա, որովհետեւ ես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ունեցել եմ հիվանդ մայր։ Իր հետ բազմից հիվանդանոցներում եմ եղել եւ գիտեմ, թե ինչ էին ապրում մեր տարեցները հիվանդանոցներում։ Էլ չեմ խոսում, որ կենսաթոշակը, որ ստանում են մեր տարեցները, բավականին բարձրացել է։ Արդյոք դա բավարար է, թե ոչ, իհարկե ոչ, բայց այն օգնությունը, որ այսօր ստանում են մեր տարեցները, մեր ծնողները, դա անգնահատելի է։ Ուզում եմ ձեզ մի դեպք պատմել, որն ինձ հետ է տեղի ունեցել, երբ մայրս հիվանդանոցում էր։ Մայրս շաքարային դիաբետ ուներ եւ մենք 6 ամիս եղել ենք հիվանդանոցում, պայքարել ենք նրա ոտքը պահելու համար։ Մորս հետ պալատում մի կին էր պառկած, տարիքով կին էր, 75 տարեկան, ուներ շաքարային դիաբետ, որից կուրացել էր եւ ցավոք անոթների խնդիրը հանգեցրել էին նրան, որ պիտի ոտքը կտրեին։ Ոտքը կտրեցին, ամուսինը նույնպես ուներ հիվանդություններ բազում, տանն էր, շատ վատ էր, դուստրն էր խնամում եւ մայրս ու այդ կինը նույն պալատում էին։ Վիրահատությունից հետո դուստրը շատ վատ վիճակում էր, որովհետեւ աննկարագրելի էր պատկերացնել, թե ինչպես է նա խնամելու իր երկու ծեր ծնողներին եւ այս դեպքում արդեն մայրը մեկ ոտքով կույր եւ այլն։ Եվ իզարմանս ինձ պալատ մտավ անոթային բաժանմունքի գլխավոր քույրը, մոտեցավ այս դստերը եւ ասաց, որ վերջինս պետք է 10,000 դրամ վճարի, որ մոր ոտքը, որը արդեն կտրել էին, լաբորատորիա տանեն։ Այս դուստրը հոգե խանգարմունքի մեջ ընկավ, սկսեց բղավել, ճչալ, վիրավորանքից, հուզմունքից, թե իրեն հետաքրքիր չի, ուր կտանեն իր մոր ոտքը եւ ինքը չի պատրաստվում 10,000 դրամ վճարել։ Այն դեպքում, երբ որ ինքն արդեն ահռելի մեծ գումար էր վճարել բաժանմունքի վարիչին, ով հենց ինքն էլ վիրահատել էր։ Ես այդ տարիներին եղել եմ Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցներում։ Ես տեսել եմ, թե մեր տարեցներն ինչ առողջական խնդիրներով էին գալիս հիվանդանոց միայն նրա համար, որ գումար չունեին վճարելու։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր վրա է վերցրել մեր մեծահասակների բժշկական օգնությունը, փառք ու պատիվ կառավարությանը։ Ես ուզում եմ, որ մեր տարեցները այլևս երբեք չմտածեն, դիմեն բժշկի թե ոչ, կարիք ունեն բժշկի գնալու թե ոչ, գնան, որովհետև այլևս իրենք դրա համար չեն վճարելու եւ գնում են։ Կառավարության կողմից հրապարակված թվերը հենց այնպես չեն հրապարակվել։ Դրանց հետևում ճակատագրեր են, մարդիկ, ընտանիքներ, երիտասարդներ, որոնք այլևս կարիք չունեն աշխատելու, իրենց երեխաներից կտրելու, որպեսզի վճարեն ծնողների բժշկօգնության համար։ Ես 10 տարի պայքարել եմ մորս կյանքի համար։ Գիտեմ ինչ բան է դա։ Այնպես որ, սիրելի տարեցներ, օգտվեք բժշկական համընդհանուր ապահովագրությունից, վայելեք ձեր ծերությունը, եղեք առողջ եւ այլևս երբեք չմտածեք, դիմեք բժշկի թե ոչ, որովհետեւ այդ բժշկության համար վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վճարում է, որովհետև ինձ նման եւ ինձ նման 100,000-ավոր քաղաքացիներ սիրով հարկեր են վճարում, որ դուք օգտվեք այդ ապահովագրությունից, իսկ կենսաթոշակները վստահաբար բարձրանալու են։ Ես ձեզ առողջություն եմ մաղթում, բոլորից սիրում եմ, սիրելի ընկերներ, եւ սա թող մեզ համար դաս լինի, որպեսզի մենք հասկանանք, որ մենք չարիքի միջով ենք անցել, եկել է լուսավորության ժամանակաշրջանը եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։